Բարև ձեզ։ Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Արևմտյան Ադրբեջանը Ալիևի գոմե Արցախի հարցի փակման ի պատասխան շրջանառության մեջ տրված քաղաքական զավթողական ծրագիր է։ Դատևիկ Հայրաբեդյան։ Արևմտյան Հայաստանի հայության ներգաղացությունը։ Սմփատ Բյուրադի զարմանալի ջագադակիրը, Թալիաթի փրկիչը դարձավ անոր զոհը, 3 ամիս առանց մաքրության, Ախալքալակի աղբը կդարածվի Նինոց Մինդայի արդերուն մեջ, Հասմիկ Հարությունյան հայ ժողովրդական երգի մեծ ավանդը, ճանաչենք Արևմտյան Հայաստանի նահանգները, պատմամշակութային ակնարկ Անուշ Հարությունյան, Միսակ Մանուշյանի նվիրված որմնանկարներու ցուցահանդեսը ենթարկված է հարձակման, Ֆրեզնոյի մեջ բացվեցավ Մուսալերան հերոսամարտին նվիրված հուշարձանը։ Պատմապան Դատևիկ Հայրաբեդյան կմեկնաբանե Ալիևի ելույթը, որ ուղղված է Թուրքիո մեջ կայացած համաժողովի մասնակիցներուն վերադարձը Արևմտյան Ադրբեջան վերնակրով։ Ալիևը Հայաստանի դարածքը կներկայացնե իբրև Արևմտյան Ադրբեջան ու կխոսի ադրբեջանցիներու իբրև ազգային զտման ենթարկվելու մասին 20-րդ դարու դարբեր հանգրվաններու ընթացքին։ Դատևիկ Հայրաբեդյան կնշե, որ այս հրեդորապանությունը ոչ թե պատմական վերլուծություն է, այլ զավթողական ծրագիր, որ Ալիևը կորձի դրած է 2022-ին ի վեր Արցախի հարցի փակման հետևանքով։ Այս քաղաքապարախոսությունը արդեն կդարածվի ադրբեջանական pedagogan կառույցներու, դասակիրքերու եւ միջազգային արշավներու միջոցով։ Ան ընդգծած է Հայաստանի իշխանությունները պետք չէ լրեն կամ անդեսեն այս բացահայտ սպառնալիքը։ Ան գոչ կուղե հնչեցնել քաղաքական հստակ գնահատական եւ Ալիևի ծրագիրները դարձնել թիվանակիդական եւ քաղաքական ճնշման թիրախ։ Մենք ունենք այդ հնարավորությունները, գշեշտ է ան։ Արևմտյան Հայաստանի ազգային խորհուրդը կհիշեցնե, որ Երևանի իշխանությունները ի վիճակի պիտի չլան դալու հստակ քաղաքական գնահատական, երբ մերժեն Արևմտյան Հայաստանը եւ միաժամանակ նպաստեն այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի քաղաքարին։ Այսպիսով Ալիևի թեզը վերածելով թիվանակիդական հարցի հստակ վտանգ կներկայացնեն հայկական ազգային շահերուն։ Հակառակ 20-րդ դարու սկզբին իրականացված ցեղասպանության եւ բռնի դեղահանություններուն բռնակրաված Արևմտյան Հայաստանի մեջ թերևս կա բնիկ հայ բնակչություն, որը կշարունակե պահպանել իր ինքնությունն ու մշակույթը։ Բոլիս Ստամբուլ Արևմտյան Հայաստանի ամենամեծ հայկական քրիստոնեական համայնքը կբնակվի Կոստանդնուպոլիս։ Այստեղ գաբրին մոտավորապես 50-70 հազար հայեր, որոնք կպահպանեն ազգային դպրոցներ, եկեղեցիներ եւ մշակութային կառույցներ։ Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքարանը կգործե, ինչպես նաեւ Ագոս Թերթը։ Վերջին տարիներուն այնտեղ աշխատանքի համար հաստատվել են նաեւ Արևելյան Հայաստանեն եկած հայեր։ Դերսիմ Այստեղ ապրող շատ հայեր երկար ժամանակ տակցուցած են իրենց ինքնությունը։ Վերջին տարիներուն անոնք սկսած են բացահայտորեն վերադառնալ իրենց արմատներուն։ Դիկրանագերդի մեջ վերակառուցվեցավ Մերձավոր Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցիներեն մեկը Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին։ Չնայած հայ բնակչության թիվը նվազած է, եկեղեցին դարձել է մշակութային կենտրոն, ուր կունենան հայկական միջոցառումներ։ Սեբաստիա հայ բնակչությունը նվազ է, բայց կան անհատներ, որոնք կպահպանեն իրենց հայկական արմատները։ Քաղաքին մեջ գոյություն ունին հայկական պատմական շինություններ։ Արևմտյան Հայաստանի դարածքին ապրող հայերը շարունակ կվերակենդանացնեն իրենց մշակույթն ու ժառանգությունը եկեղեցիներ վերանորոգելով եւ մշակութային ցերնակներ կազմակերպելով։ Ժիրայր Շուշանյան 1896-ին ետք Եգիպտոսի հայկական համայնքը վերածնունդ ապրեցավ։ Հազարավոր փախստականներ, ուսյալներ, արհեստավորներ, հեղափոխականներ, փերի նոր քաղաքարներ եւ մշակույթ։ Այս շարժումին կենտրոններ Սմփատ Բյուրադը, Փարիզի Սորբոնի շրջանավարտ, ով 1896-ին հաստատվեցավ Եգիպտոս։ Այնտեղ գրեց որտեսպան ծնող կվեբը Եգիպտահայ իրականության անդրադարձող առաջին քրական գործը։ Ան քննադատեց այն խավը, որ գծկտեր ցուլվիլ անդեսելով հայկական ինքնությունը եւ պաշտպանեց անկախ հայկական գրթությունը։ 1889-ին ան ազատեց ինտիմատիր հայացքներ ունեցող երիտասարդը Թալիաթ Փաշան։ 1915-ին նույն Թալիաթը ստորագրեց Բյուրադի մահապատիժը։ Այս ողբերգական շրջագիծը դարձավ խորհրդանիշ։ Բյուրադի հիշե զիս բանաստեղծությունը մնաց իբրև արդարության եւ հիշողության հզոր ցայն։ Ախալքալակի եւ Նինոց Մինդայի քաղաքապետարանը սպասարկող աղբավայրը մոտ 3 ամիս է առանց մաքրության մնացած է անսարկության պատճառով։ Աղբավայրի ցանկապատը կպաշտպանե միայն դարածքը։ Վերջին տասնամյակին այն բազմապատիկ ընդարձակված է, իսկ նոր դարածքները բաց են։ Քամին աղբը կդարածե դաշտերու եւ արոտավայրերու մեջ։ Մոտակա գյուղացիները բազմիցս բողոքած են իրենց արդերուն եւ անասուններուն հասած վնասին համար։ Դրությունը կվատարանա, առաջացնելով առողջապահական վտանգ։ Անհաբաղ միջոցներու անհրաժեշտություն կա շրջակա միջավայրի եւ բնակիչներու պաշտպանության համար։
Հասմիկ Հարությունյանը ամենասիրված ժողովրդական երգչուհիներեն մեկն է, ով ամբողջովին նվիրված է հայ ավանդական երաժշտության պահպանման։ Անոր ձայնը դարձած է հայ ժողովրդական երգերուն, հատկապես Արևմտյան Հայաստանի հայերու ժողովրդական երգերուն հատկանշական եւ հուզիչ արտահայտությունը։ Հասմիկ Հարությունյան միջազգային ճանաչում ստացած է որպես շողակ երգչախմբի գլխավոր սոլիստ, գդարելով ավանդական հայկական նվագարաններով, բայց անոր արվեստը միայն բեմի վրա չի սահմանափակվիր։ Հասմիկ Հարությունյան նաեւ գսպաղի մորցված երգերու վերագենտանացմամբ, դասավանդումով եւ երաժշտական հետազոտություններով դառնալով կարևոր գամուրջ մը սերունդներու միջև։ Անոր աշխատանքը ուղղված է հայ մշակույթի պահպանումին եւ փոխանցումին, մեր պատմության եւ ժառանգության կարևորությունը հիշեցնելու նպատակով։ Արևմտյան Հայաստանի Պետական հեռուստատեսության խմբակիր Անուշ Հարությունյանի գրառումը։ Արևմտյան Հայաստանը մեր պատմական հայրենիքին մեծագույն մասը կներառե շարք նահանգներ, որոնք հազարամյակներու ընթացքին եղած են հայ պատմության, մշակույթի եւ ինքնության կարևոր կետրոններ։ Այս նահանգները այսօր կգտնվին Թուրքիո բռնակրաման տակ։ Սակայն անոնց հայապատկան ժառանգությունը խոր հետ ցկած է հայ ժողովրդի հավաքական հիշողության մեջ։ Արևմտյան Հայաստանի հիմնական նահանգները՝ Բաղեշի Բիտլիս նահանգ, հայկական վասպուրականի սիրտն էր, քաղաքը նշանավոր էր իր հինավուրց եկեղեցիներով եւ վանքերով։ Դիկրանագերդի Դիարբեկիր նահանգ, կգտնվի պատմական Դիկրանագերդի տարածքին մեջ կարևոր տնտեսական եւ մշակութային կետրոն։ Գարինի Էրզրում նահանգ, հայոց Այրարատ նահանգի մեկ մասը, ուր գտնված են միջնադարյան հայկական բերդեր եւ սրբավայրեր։ Խարպերտի նահանգ, հայ մշակույթի կանցադուն, գրթության եւ դպրոցության առաջադար կետրոն։ Սեբաստիո Սիվաս նահանգ, հայ մշակույթի եւ արհեստներու տարածք, ուր ծաղկած են երաժշտությունը, բանահյուսությունը եւ ցերակորձությունը։ Տրաբիզոնի նահանգ, Սև ծովու ափին, հայ ծովագնացության եւ արևդուրի առանցքային տարածք։ Վանի նահանգ, Վան քաղաքն ու Վանա լիճը եղած են հին Ուրարտու պետության, ապա հայկական թագավորություններու կետրոններ։ Փարիզ նոր հարաճը կգրե։ Camp de Mille հիմնադրամին առաքելությունն է երկրորդ աշխարհամարտի զոհերու, մասնավորապես Ֆրանսիայի թիմադրական շարժման հերոսներու հիշադակին պահպանումը, ինչպես նաև անոնց հետ անմիջական կապ ունեցող վայրերու վերանորոգումը եւ pedagogan մագարտակով բարեկարգումը։ Հիմնադրամը հայտնած է թե մայիս 12-ին Փարիզի 3-րդ շրջանի քաղաքապետարանին մեջ կայացած Միսակ Մանուշյանին եւ անոր նահատակ ընկերներու նվիրված որմնանկարներու ցուցահանդեսը ենթարկված է հարձակման։ Ցուցահանդեսը ժամանակավորապես թատրեցված է եւ մեկ ամիս շուտ փակված։ Այս հարձակումները ուղղված չէին բարձրապես մեկ ցուցահանդեսի, անոնք ուղղված էին ճակատագիրներու դեմ, դեմքերու, անուններու, տղամարդոց եւ կանանց, որոնք պատերազմեն եւ ակսորեն գդրդված օդար երկիրներեն Ֆրանսիա եկած եւ որոշած էին իրենց կյանքը նվիրել ընդունող երկրին։ Հայտնի դարձած է թե ցուցահանդեսի նոր դարբերակը նախադեсված է ներկայացնել Փարիզի կենտրոնական քաղաքապետարանին հետ համագործակցությամբ։ Ֆրեզնոյի Մուսալերան հայրենակցական միության նախաձեռնությամբ մայիս 18-ին պաշտոնապես բացվեցավ Մուսալերան հերոսամարտին նվիրված հուշարձանը։ Միջոցառումը տեղի ունեցավ Արարատ մասիս գերեզմանադան տարածքին մեջ Նեմեսիս գործողության հերոսներեն Սողոմոն Տեհլիրյանի հուշարձանին մոտ գտնվող հողամասին վրա։ 1915 թվականի հերոսամարտին նահատակներուն նվիրված այս հուշարձանի հիմնադրումը կատարված էր մոտ 2 տարի առաջ։ Մեծ թիվով հյուրերու ներկայությամբ ողջույնի խոսք ըսավ հայրենակցական միության նախագահ Նշան Դեր Կալուստյան։ Միջոցառումը շարունակվեցավ Գարո եւ Ալիս Գյուրեղյան մշակութային կենտրոնի մեջ, ուր կազմակերպված էր հյուրասիրություն Մուսալերան ավանդական ճաշակներով։ Սիրելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախադեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։